Եթերում հերթապամած հաղորդաշարի Կիրակնորյա թողարկումն է, բարի երեկո, հաղորդման մեջտեղ գտած նյութերը նախ ամփոփ տեսաշարով։ Գեղեցիկը կփրկի աշխարհը, գրքի շնորհանդես Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ոստիկանության համակարգում կան առանձնահատուկ եւ յուրահատուկ ստորաբաժանումներ, որոնցից մեկն էլ քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժինն է։ Հոգնեցնելու աստիճան շատ են հանցադեպերը, որոնք ծագում են ընկերական շրջապատում կազմակերպված գինարբուքների ավարտին, ալկոհոլային հերթական մղձավանջն ու նորնորքի ոստիկանների հերթական բացահայտումը, ավազակային հարձակում Երևանի փողոցներից մեկում։ Մալեզիայի քրեական հետախույզները բացահայտեցին ավազակային հարձակումն ու արգելավեցին հափշտակածը։ Նշենք նաև, որ հանցագործության մասին տեղեկությունը ոստիկանները ստացել էին օպերատիվ եղանակով։ Ոստիկանության Մալեզիայի բաժինն է։ Օրեր առաջ այստեղ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սեբաստիա եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք մի պատանուց զանգահարելու պատրվակով բջջային հեռախոս են վերցրել ու չեն վերադարձրել։ Ոստիկանության Մալեզիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոման Քյարամը եւ Ոման Հակոբը ավազակային հարձակում են կատարել մի քաղաքացու նկատմամբ եւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ էր դարձել, որ Քյարամը հանդիսանում է Քյարամ Էդիկի Հարությունյանը, Հակոբը հանդիսանում է Հակոբ Սերոժայի Մանուկյանը եւ վերջիններս բերման ենթարկվեցին ոստիկանության Մալեզիայի բաժին, որտեղ տվեցին ինքնախոստովանական ցուցմունք։ Քյարամն ու Հակոբը պատանուն հանդիպել են Սեբաստիա եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում։ Բջջային հեռախոս են խնդրել զանգահարելու պատրվակով։ Տեսախցիկի առաջ Քյարամը պատմեց այս դեպքի իր վարկածը։ Գալիս ենք ստեղ, որ մի կտոր հաց ուտենք, դե տաք էր էլի եղանակը։ Տրանսպորտի մեջ մեկին հանդիպեցինք, ես ինգերը ուզում էր մեծ խոսել հեռախոսով Լենինգրադ ախորից։ Ունեն ստացվեց, եկանք ստեղ, Անգերս ասես դուր մի հատ հեռախոսով խոսամ, մոխեք ինձ բերեստե, չեմ տալի, ասենք, բան չկա, դու երկու բերան բան խոսալ տա էլի, այսինքն անգերս ասեց, ես էլ եկ անանում, դրանամ ջեբից դանակ հանեց, սենց բացեց, պահեց մեր վերան, ես դանակը ձերից վերցրինք, մեկուա չապալախինք, ես ոչ եմ, չեմ իշում, այդ հեռախոսը ոնց վերցվավ, ինչ եղավ, դրանից հետո արդեն ջղայնացենք, ասենք դե որի ձևա դանակ ես բացում, մեր վրա, եղած չեղածը թանի։ 1962 թվականին ծնված Քյարամ Մանուկյանը եւ 33-ամյա Հակոբ Հարությունյանը ձերբակալված են։ Գողոնը մասամբ արգրաված է, քննությունը շարունակվում է։ Նոր էին ծանոթացել, ընդհանուր գծեր գտել իրենց կենսագրություններում, հետո էլ ծանոթությունը փորձել էին ամրապնդել կերուխումով։ Բայց այս էլ որրորդ անգամ ալկոհոլը խմբագրումներ կատարեց միջանձնային հարաբերություններում եւ ստիպված եղան միջամտել նորնորքի ոստիկանները։ Նոյեմբերի 12-ին ժամը 11:55-ին ոստիկանության նորնորքի բաժին ահազանգած կինը հայտնեց, որ թոռը տուն է եկել ծեծված եւ արյունլվա։ Մինչ ոստիկանները կհասնեին նշված հասցե, նոր ահազանգ ստացվեց։ Այս անգամ արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչի բժշկական կենտրոնից հայտնում էին, որ պոլիտրավմա ախտորոշման բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նորնորքի քրեական հետախույզները կարճ ժամանակում ճշտեցին, որ երկու ահազանգն էլ իրականում նույն տուժողի մասին են։ Տուն հասնելուն պես վիճակը տեսնելով նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց։ Տուժողը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքները ստացել էր նույն օրը նորնորքի 3-րդ զանգվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում։ Ձեռնարկված միջոցառումներով իրավապահները շուտով պարզեցին, որ տուժողին ծեծել էր Ոման Պավլիկ իր ծանոթներից մեկի հետ։ Ընթացքում էլ կտրող ծակող գործիքով հարվածել էին երիտասարդի մեջքին ու ձախ դաստակին։ Ընդամենը 2 ժամում նորնորքի ոստիկանները ճշտեցին Ոման Պավլիկի ու նրա ծանոթի ինքնությունը։ Բաղյան փողոցի բնակիչ 1955 թվականին ծնված Պողոս Խնդիրյանն էր, իսկ ծանոթը նորնորքի 4-րդ զանգվածում ժամանակավոր բնակվող գողության համար նախկինում 2 անգամ դատապարտված 1975 թվականին ծնված Սասուն Անդրոյանը։ Երկուսն էլ նույն օրը գրեթե միաժամանակ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին եւ կատարվածի մասին խոստովանական բացատրություն տվեցին։ Խանութի մոտ միջայել մոտեցավ, հապար ես արախ բիբեն առել ես խմելու ես, ասի հա գնում եմ իմ տուն, մենակ եմ ապրում, խմելու եմ, բակրնի ես էլ իմ ձեռները սպիրտ, գնանք ձեր տուն, ասի գնանք։ Գնացել էին Պավլիկենց տուն, սեղան նստել, խմել, հետո նրանց էր միացել Պավլիկի ընկեր Սասուն Անդրոյանը, խնջույքը սակայն բարի ավարտ չէր ունեցել, հանկարծակի վեճ էր ծագել եւ ավարտվել դանակահարությամբ։ 3 բաժակ խմելուց հետո սկսեց ընդհանրապես չխոսել, գլխով էր պատասխանում։
Ես լոմկի մեջ եմ, դողը տվել է վրես։ Եկել եմ մոտել Պավլիկոս տուն, տեսել այդ տողի հետ ինքը նստած սեղանին խմում է։ Նստել եմ 2 բաժակել, ես եմ խմել։ Հետո Պավլիկը բան արել։ Այս տողից կաստիլով 2-3 անգամ խփել է։ Խփել ասում արա, ես անում, ասում եկել է ինձ խմցնի տելևիզորից տանի։ Ասաց եկել եմ, այս տունը ցալան, ոնց ասաց իմ ընկերոջ Պավլիկ անունով աղբոր տունը ցալանես, ասաց հա գլխով էր անում, մենակ գլխով արը։ Ու տեղծեցակ էր այդ բառերի համար։ Հետո ինձ ասում է, դու իմ ընկերն ես եկել իմ տուն, դու քիչ ես խփում։ Ասում պետք չի, քաքում մեջ եմ ընկնելու։ Հետո ճիշտ ու ասում մի քանի անգամ էլ ես եմ խփել այդ տողին։ Ու տենց տարանց հետո գնացա մենք դեղի պոչով մի հատ դանակաբերեմ, մի հատ մեջքին խփել այդ տողին։ Փաստի արդիվ հարուցվել է քրեական գործ, իսկ թե ինչ էր եղել հիշյալ օրը իրականում Պողոս Խնդիրյանի տանը եւ որն էր վիճաբանություն ծեծկրտուքի պատճառը, կպարզվի քննությամբ։ Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայությունը։ Այսօր հերթը քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնինն է։ Յուրաքանչյուր օպերատիվ ելքից առաջ մանրամասն ուսումնասիրություններ ու քննարկումներ, հավանական թույլ օղակների վերհանում եւ շտկում, դռների, պատուհանների, շենքերի կառուցվածքի, ավտոմեքենաների տեղակայման եւ հավանական հանցագործների անձնական գործերի վերլուծություն։ Այս մանրամասն պլանավորման ավարտին միայն քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի ծառայողները կստանան զենքն ու կմեկնեն վնասազերծման գործողությանը։ Հանցագործը, որին պետք է բռնել, այժմ մեքենայով շրջում է քաղաքի փողոցներով։ Երթուղին հայտնի է։ Քրեական հետախուզության գլխավոր վարչության գործառույթները բազմազան են, ծառայությունը բարդ։ Սպանություններ, սպանության փորձեր, ավազակային հարձակումներ, կողոպուտներ, բնակարանային գողություններ։ Հանցատեսակները, որոնց հետ այս վարչության աշխատակիցներն առնչվում են, դեռ երկար կարելի է թվել։ Անխափան մեխանիզմի պես գործող վարչության աշխատանքի արդյունքների ապացույցը վիճակագրությունն է։ Միայն 2014 թվականի 10 ամիսների ընթացքում քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից բացահայտվել է հանցագործության 255 դեպք, որոնցից 5-ը սպանության, 11-ը ավազակային հարձակման, 62-ը բնակարանային գողության, 72-ը անձնական ունեցվածքի գողության դեպք։ Քրտնաջան աշխատանքի արդյունքում միայն այս տարի հայտնաբերվել ու բռնվել է 104 հետախուզվող։ Իսկ երբ հետախուզվողներն առանձնապես վտանգավոր են եղել, գործի են անցել արագ հակազդման բաժնի ծառայողները։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի ծառայողները օրենքի զինվորներն են եւ էական նշանակություն չունի, թե ինչ հասարակական, քաղաքական եւ նույնիսկ կրոնական աստիճան ունես։ Եթե հատել ես օրենքի սահմանը, պետք է պատժվես օրենքի ամբողջ խստությամբ։ Հանցագործի գտնվելու կոնկրետ վայրում են։ Ավտոմեքենաներով դարանակալում են նրան ու պատրաստվում անցնելու բուն գործողությանը, որի յուրաքանչյուր քայլը մինչև մանրուքները մշակված է։ Ինչպես արդեն մի քանի անգամ ականատես եք եղել իմ բռնման գործողությանը, այս անգամ եւս ես հանդես եմ գալիս որպես կամավոր հանցագործ եւ այժմ արագ արձագանքման ստորաբաժանման տղերքը պատրաստվում են վնասազերծել ինձ որպես շատ վտանգավոր հանցագործ, այժմ ինձ շրջանցում են շատ արագ եւ ես այլևս ոչինչ անել չեմ։ Մինչ
բռնվողը կհասցնի հասկանալ, թե ինչ կատարվեց, արդեն շղթայված կլինի։ Արագ հակազդման բաժնի ծառայողներն այսպիսի պրոֆեսիոնալիզմի հասել են ոչ միայն մարտավարամասնագիտական տարաբնույթ վարժանքների արդյունքում, այլ թրծվել են բուն գործողությունների ժամանակ, որովհետև օրինակ միայն նախորդ տարի իրականացրել են նմանօրինակ 104 օպերատիվ գործողություն եւ բերման ենթարկել 134 անձ, իսկ այս տարի 86 օպերատիվ ելք եւ 84 բերման ենթարկված։ Թե ինչ աշխատանք է իրականացվում մինչև բռնումը, այլ ոլորտ է։ Ավելի առարկայական լինելու համար ներկայացնենք ձեզ կոնկրետ դեպք։ Զրուցակիցս քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ ծառայող է։ Հայտնի պատճառներով դեմքը փակված է, ձայնն էլ փոխված։ Անունը նույնպես չեմ նշի, որովհետև ներկայացնելու է պատվերով սպանության մի դեպք, որը հանրային քննարկման առարկա դարձավ։ 2014 թվականի հունվար ամսին ահազանգ եղավ սպանության մասին։ Սպանել էին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գրիգոր Խաչատրյանին։ Հանցագործները մուտք էին գործել ռեստորան, սպանել էին վերջինիս եւ դեպքի վայրից դիմել փախուստի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանությունը հասարակական հնչեղություն ունեցող էր, մենք չէինք կարող տեղեկատվություն տրամադրել հանրությանը, ապահովելով հետաքննության եւ նախաքննության գաղտնիությունը։ Անմիջապես մշակվեցին վարկածներ եւ վարկածներից առաջինը այն էր, որ սպանությունը հենց կատարվել էր պատվերով։ Հանցագործները հասցրել էին մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Անհրաժեշտություն առաջացավ համագործակցել մեր Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ Մոտ 2 ամիս անց դեպքից հանցագործները որոշեցին վերադառնալ Հայաստան։ Միշտ նրանք կվերադառնային, մենք արդեն տեղեկացվել էինք նրանց վերադարձի մասին եւ պլանավորեցինք նրա վնասազերծումը եւ ոստիկանություն բերման ենթարկելը։ Ակնթարթներ տևեցին, երբ նրանց վնասազերծեցին Արաքակացման բաժնի աշխատակիցները եւ բերման ենթարկեցին ոստիկանություն։ Նրանց մոտ միշտ ծառայողական հրազեն կա, որովհետև ցանկացած վայրկյանի, որտեղ էլ գտնվեն եւ ինչով էլ զբաղվեն, կարող են ծառայության կանչվել։ Հրազենին կատարելապես տիրապետելու համար ամեն շաբաթյա վարժանքներ են իրականացվում։ Ունակությունները թրծվում են ոչ միայն ատրճանակով, այլև ըստ անհրաժեշտության տարբեր ձևերի ու տրամաչափերի զենքերով կրակելով։ Ինչի համար են նախատեսված հետևյալ զինատեսակը։ Մակարով տեսակի ատրճանակը նախատեսված է հակառակորդին կարճ տարածությունից խոցելու համար 50 մետր արդյունավետ կրակի հեռավորությունը, այս տեսակի ատրճանակը APS-ն է, որը արդյունավետ կրակի հեռավորությունը 200 մետր է, փամփուշտների տարողությունը 20 հատ։ Այս զինատեսակը կոչվում է KS-23, շատ հարմարավետ է շենքեր շինությունները մուտք գործելու համար, նրա կրակում է ինչպես ռեզին, այնպես էլ գազային պարկուճներ։ Հիմնականում հանցագործներին կարող ենք սանով վնասազերծելով արդեն դուրս բերել շենքեր եւ շինություններից։ Դրագոնովի դպուկար հրացանը նախատեսում է մեր մոտ հանցագործին հեռահար տարածությունից խոցելու համար, իսկ նրա օպտիկայի շնորհիվ կարող ենք հանցագործին ավելի դիպուկ վնասազերծել, որպեսզի նրա մոտ գտնվող պատանդը չվնասվի։ Տարբեր զենքերի կիրառումն էլ պայմանավորված է տարբեր աստիճանի վտանգավորության հանցատեսակների դեպքում եւ հանցագործների վնասազերծման համար։ Քանի որ հանցագործները կարող են լինել եւ խմբով, եւ միայնակ, կարող են գտնվել թե մեքենաներում եւ թե շենք-շինություններում, արագ հակազդման բաժնի ծառայողները վարժանքների ժամանակ մշակում են օպերատիվ գործողությունների մի քանի տասնյակ սցենարներ։ Այս դեպքում հնարավոր է լինում արդեն բուն գործողության ժամանակ խուսափել դժբախտ պատահարներից եւ մարդկային կորուստներից։ Նույնը վերաբերում է նաեւ ֆիզիկական պատրաստվածությանը։ Ամենօրյա պարտադիր վարժությունները մարզասրահում կոփում են ինչպես մկանները, այնպես էլ թիմային աշխատանքի ունակությունը։ Էական չէ, թե քանի կիլոգրամ է ծանրաձողին եւ քանի մետր կարող է ցատկել հատուկ նշանակային է, ինչպես իրենք են ասում, ամենակարևորը գործը մաքուր կատարելն է։
Իսկ գործը կարելի է մաքուր կատարել միայն այն դեպքում, երբ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է։ Ոմանց թվում է, թե քրեական ալեկոծումները կախված են միայն հանցավոր հեղինակությունների, այսպես ասած, տրամադրություններից։ Զրուցակիցս հակառակն է պնդում, որովհետև անձամբ է առնչվում նմանօրինակ, այսպես կոչված հեղինակությունների հետ։ Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կան տարբեր ստորաբաժանումներ, եւ որոնցից մեկն է հանցավոր հեղինակությունների եւ նրանց կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, քանի որ հանցավոր հեղինակությունները եւ օրենքով գողերը կարող են վտանգ ներկայացնել անհատների այնպես հանրության համար, այդ իսկ պատճառով վերջիններիս նկատմամբ իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն։ Վտանգավոր աշխատանքից ու լրված առօրյայից դուրս քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն իրենց ընտանիքների զավակներն են, հայրերը եւ եղբայրները, մի խոսքով սովորական քաղաքացիներ, որոնց աշխատանքի վայրի ու բնույթի մասին կարող է չիմանան նույնիսկ ամենամոտ բարեկամները, բայց երբ կանչում է օրենքն ու պետությունը, նրանք զինվորներ են, պատրաստ հակազդելու օրենքի նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Նոյեմբերի 14-ին գրքի շնորհանդես էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Գիրքը ճանաչված ու սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մասին է։ Արվեստաբան, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հայ մշակույթի մեծերը մատենաշարով հրատարակված Սվետլանա Գրիգորյան ժողովածու ալբոմը, որն ամփոփում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի վաստակաշատ դերասանուհու, հանրապետության ժողովրդական արտիստի կյանքն ու գործը, լույս է տեսել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ։ Սա հովանավորություն չի, սա իմ նմանների պարտքն է, մեծագույն դերասանուհուն, իմ սիրելի մարդում, սա հովանավորություն չի, սա խղճի պարտք է, որը ես չգիտեմ ինչքան կարող եմ դա անել, բայց ինչքան կամ այնքան անելու եմ, որովհետև ես Սվետլանա Գրիգորյանը Սվետիկը եւ բոլոր մեր անցավոր տաղանդավոր դերասանները իմ համար կան, մնալու են եւ ինչքան կանք երախտապարտ պետք է լինենք, այնպես որ սա մեր պարտքն է, որը վերադարձնում ենք մեր աստղերին։ Շնորհանդեսը գնահատանքի ու երախտագիտության խոսքով բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Ես շատ եմ ուզում, որ Սերգեյը երկար ապրի։ Նա պիտի որ երկար ապրի, ես վստահ եմ, որ դեռ շատ գործեր ունի անելու։ Դեռ ճանապարհին սպասում են Գոհար Գասպարյանը, դեռ սպասում են Սուրեն Քոչարյանը, դեռ էլի շատ ու շատ գործեր են սպասում Սերգեյին։ Սվետլանա Գրիգորյանի թատերական վաստակն ու Սերգեյ Առաքելյանի աշխատությունը ջերմ խոսքով արժևորեցին Հայաստանի Հանրապետության ժուրնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը։ Գրքի մտահղացման ու կայացման ընթացքի մասին պատմեց եւ աշխատակիցներին իր երախտագիտությունը հայտնեց հեղինակը Սերգեյ Առաքելյանը։ Վլադիմիր Գասպարյանը կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում, մասնավորապես ասաց. Այս բեմը շատ տաղանդներ է տեսել, բայց մեր բոլոր տաղանդավոր լուսահոգիների մեջ երկուսը կային, որոնք շաղախ էին դարձել երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Դա Սվետլանա Գրիգորյանն էր եւ Կարպ Նիկիտիչը։ Մեկը գարուն էր իր տեսակով։ Նա մեր սիրելի Սվետիկն էր, որ գարուն էր։ Իսկ Կարպ Խաչվանքյանը, մեր սիրելի Սվետիկի Կարպուշը, դա աշուն էր։ Շուտ գնաց աշունը, գարունը դիմացավ մի քիչ ավելի երկար, բայց ես գիտեմ ինչքան դժվար էր գարունին մինչև աշնանը հասնելը։ Այսօր նրանք միասին են, նրանց հոգիներն իրար հետ են։ Եվ այստեղ այսօր նրանք են, նրանք այստեղ են, եւ իրենց շունչն էլ այստեղ, մենք բոլորս շնչում ենք իրենցով։ Ես երախտապարտ եմ թատրոնին, երախտապարտ եմ Երվանդ Խաչատուրիչին, երախտապարտ եմ իմ վարպետներ ձեզ, որ պահպանում եք եւ մեր նմաններին բթում եք մեկ-մեկ, որ մենք
խելքներս գլուխներս հավաքենք ու հետ նայենք մեր ակունքներին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ մենք կարողանում ենք պահել մեր թատրոնի աստղերի հիշատակը, մեր գարունների եւ աշխուժների հիշատակը։ Վլադիմիր Գասպարյանը իր հարազատ թատրոնին նվիրեց ոստիկանության զինանշանը, Սվետլանա Գրիգորյանի հրաշալի դերասանի եւ անզուգական մարդու հուշ երեկոյի փոխարկված շնորհանդեսն ամփոփվեց Կարինե օպերետի ցուցադրությամբ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով և ուշով դու կանցակ Ճանապարհ շատ երկար Մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ ես լուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անվար Ատիզանալու ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Որ խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանք իմս փակ Ձեր հոգում մեծար լույսի սմված Տիրոջ կամքով ստեղծված Ոստիկան, բարբիրոց մեզ ոցան Դուք ապրեք, կամքով զորեք Դուք նոր է ստեղծված Պահապան հեշտակներ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։